Նույն այդ քաղաքական գործչի արածները հիմա ճիշտ են, պարոն Գալստյանս ձեզ։ Որպես ավականու անդամ ինչպես կգնահատեք եկեղեցու շուրջ ստեղծված այս իրավիճակը։ Ու կարծում եմ, եթե մինչև այդ հարցը տալ, եթե դուք մի քիչ ուսումնասիրեք այն թեկուզ եւ Facebook-յան էջը, այդ հարցը չեք տա։ Բնականաբար շատ վատ։ Դուք առաջին անգամ եք եկել ավականու նիստին, հիմա ենք հարց տալու հնարավորություն ունենում, պարտավորված չենք մտնել ուսումնասիրել ձեր Facebook-յան էջը։ Չէ, նկատի ունեմ, որ բավականին վերջին նույնիսկ կալանքի ժամանակ եւ տնային կալանքի եւ հիմա էլ վարչական հսկողության տակ են բազմաթիվ հրապարակային մենք այդ հայտարարությունները արել ենք։ Հիմա դուք ասացիք 2026 թվականի ընտրություններին մասնակցելու եք։ Ո՞վ է ձեր վարչապետի թեկնածու։ Ես։ Դուք միայնակ եք մասնակցելու ԿՊ-ի հետ։ Չեք միավորվելու։ Իհարկե։ Դուք նաև քաղաքապետի թեկնածու էիք, բայց տեսանք, որ չընտրվեցիք փաստորեն։ Ինչ հույսով եք այս դեպքում մեծ խորհրդարանական ընտրությունների մասնակցում։ Լավ, արեք ես ձեր հարցից ինձ պատասխան ունեմ։ Այսօր հարձակում են եկեղեցու վրա ամբողջ պետական մեխանիզմը։ 3 տարի առաջ ամբողջ պետական մեխանիզմը հայտնվել հարձակվել էր իմ ընտանիքի վրա եւ հանրային ձայն կուսակցության վրա։ 3 տարի հետո հանրային ձայնը կա դեռ վրա։ Հուսով եմ եւ վստահ եմ, որ կաթողիկոսը նույնպես ամեն ինչին կդիմագրավի։ Այդ նույն հույսով վստահ ենք, որ վաղ ամիսօր եթե նույնիսկ մենք էլ չհաղթենք, գոնե ընդդիմադիր ուժերը կունենան այն ձայնային մեծամասնությունը, որ կազատվեն։ Կներեք, մի քիչ շատ ամբիցիոզ համեմատական չէ, ձեր ընտանիքին համատեղ կաթողիկոսի եկեղեցու հետ։ Ոչ, ես երևույթի հետ եմ համատում, բացարձակ։ Շատ լավ։ Հիմա հույս է էլի կաթողիկոսի հետ ինձ համատում։ Հիմա շատ լավ։ Ձեր այստեղ գտնվող թիմակիցները լինել են ձեր ցուցակում այս միանշանակ մեր թիմակիցները մեր հետ են, որ այդ խնդիր չկա։ Ասեմ ավելին, որ հնարավորություն ունենալու տեխնիկացիաները մենք կարողացել ենք իրար հետ կապել։ Իսկ այլ ընդդիմադիրների հետ կմիավորվեք։ Նայածում։ Ում հետ չեք միավորվի։ Ռոբերտ Քոչարյան, Սերժ Սարգսյան, պատի որ չմիավորվեն, մնացածը Սամվել Կարապետյանի այս նոր ձևավորում։ Էդմոն Մարուքյան։ Լավ, բայց դուք եթե Բայց ասում ես ինչ որ ես ասացի այո կամ ոչ, սա այսօրվա իրավիճակային գնահատականն է։ Այսինքն կարող է կարծիք փոխվի։ Կարող է փոխվել։ ԿՊ-ի հարցում միանշանակ չեն փոխվի, մնացած հարցում նորից եմ ասում նպատակը իշխան